Մենք մեղվամթերքից արտադրում ենք խնամքի միջոցներ, մոմեր եւ օճառներ ու աշխատում ենք ամենը անել այնպես, որ մաքսիմալ անթափոն աշխատենք։ Անթափոն աշխատելավոճն ընտրած Ռուզաննա Դանիելյանը ցուցադրում է այն ապրանքները, որոնք կարող էին պարզապես գոյություն չունենալ, եթե ավանդական ընկալումներով թափոնը աղբաման գնար։ Մոտավոր 5 տարի, որ սկսել ենք արտադրությունը, առաջի 1.5 տարին ունեն մենք թափոններ, դրանից հետո երբ որ հասկացանք ծավալները մեծանում են, շատ պրոդուկտ ենք արտադրում ու թափոնը եւս շատ է մնում, որոշեցինք, որ պետք է թափոններից ստանալ նոր պրոդուկտ, բայց այդ պրոդուկտը փաստորեն եղավ ավելի լավը, քան մեր իրական առաջնային պրոդուկտը։ Այսպես ընկերությունը սկզբում հասկացավ, որ մեղրամոմը լավ է մաշկի համար ու կարող է օգտակար խնամքի միջոց դառնալ։ Հետո տեսան, որ արտադրության ընթացքում ավելացած մեղրամոմին կարելի է մոմի տեսք տալ։ Ավելի ուշ արդեն երիտասարդ արտադրողները դասընթացներ անցան ու բացահայտեցին, ինչ օգտակար բան է թափոնը։ Իսկապես շատ կարևոր էր, որ մենք ստանայինք թափոնից նոր պրոդուկտ, որովհետև այդ թափոնները արդեն այնքան շատ էր, որ չէին կարողանում մենք կառավարել մեր թափոնները։ Իսկ եթե երկրորդ կողմից նայենք, նոր պրոդուկտի ստեղծումը շատ կարևոր էր, որովհետև ամբողջը խնամքի միջոցներ են, մոմեր չունեինք։ Այս դեպքում ստացվում է, որ մենք ունենք մոմեր, որը որ թափոնից է, ու խնամքի միջոցներ գնելուց յուրաքանչյուրը նաև մոմ է գնում։ Սա բիզնեսը շրջանաձև դարձնելու օրինակ է։ Մարդիկ հասկանում են, որ թափոնը շատ թանկ է պարզապես դեն նետելու համար եւ անում են ամեն ինչ, որ իրենց արտադրանքը օգտագործվի հնարավորինս երկար, հնարավորինս բազմազան եղանակներով։ Ռուզաննան ու մի քանի այլ գործարարներ այս ամենը սովորել են Եվրոպական միության ֆինանսավորած Circle Up ծրագրի շրջանակում։ Impact Hub-ը որպես պիոներ ոլորտում շրջանաձև տնտեսության պրակտիկան խթանելու հետ կապված Եվրոմիության ֆինանսավորման աջակցությամբ էր ծրագրին իրականացնում, որտեղ մոտ 500,000 եվրո ուղղվել է սկսնակներին, գործող բիզնեսներին, հասարակական կազմակերպություններին, որպեսզի իրենք համ սովորեն շրջանաձև տնտեսություն, տարածեն գաղափարի մասին, որտեղ իրազեկումը շատ կարևոր դեր ունի, եւ երկրորդ ՓՄԶ-ներն ավելի շրջանաձև դառնալու համար կարողանան կապիտալ ներդրումներ անեն։ Ֆինանսավորումն ու ծրագիրն արդյունավետ ավարտվեցին, բայց ներդրումը երկարաժամկետ արդյունք տվեց, ասում է Սիլվա Մեսրոպյանը։ Եվրամիության հետ այս ծրագիրն ավարտին հասցնելուց հետո դրա շուրջ համախմբված մարդիկ հասկացան, որ կուտակվել է մարդկային լավ ռեսուրս, որը կարող է հետագայում եւս ծառայել Հայաստանում շրջանաձև տնտեսության տարածմանը։ Ստեղծվեց կոալիցիա։ Կոալիցիան այնքան ակտիվ ու արդյունավետ աշխատեց իր տարբեր աշխատանքային խմբերով, իր կառավարման խորհրդով, որ ծրագրի ավարտին մենք հասկացանք, որ չենք ուզում սա ուղղակի ծրագրի կոմպոնենտ լինի եւ քանի որ թեման շատ արդիական ու կարեւոր դեր ունի տնտեսության մեջ, մենք որոշեցինք այն դարձնել ավելի ինստիտուցիոնալ։ Սա միակ դեպքը չէ, երբ Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվում են թափոնները կրճատելուն կամ կառավարելուն ուղղված միջոցառումներ։ Ամենամեծ ծրագիրը թերևս ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն ծրագիրն է։ Շվեդիայից մոտ 3.4 միլիոն եվրո ֆինանսավորում է եկել 2022-ից 26 թվականներին Հայաստանում թափոնների կառավարումը մեկ այլ մակարդակի հասցնելու համար։ Այս ծրագիրը 3 բաղադրիչ ունի։ Դրանցից մեկը հենց արտադրողին լանված պատասխանատվության գործիքի կամ քաղաքականության ներդրումն է, եւ դա ենթադրում է, որ որոշ ապրանքների ներկրողներ եւ արտադրողներ պատասխանատու են դառնում այդ ապրանքների սպառումից հետո գոյացող թափոնների համար։ Այս բաղադրիչի շրջանակում նոր օրենք է մշակվել, որն այժմ շրջանառվում է իդրավթ հարթակում։ Կքննարկվի նաև արդեն մշակված 19 թղթակցված օրենսդրական ակտերի փոփոխության փաթեթը։ Այս օրենսդրության ընդունումով մենք կունենանք արտադրողին լայնված պատասխանատվություն փաթեթավորման թափոնների համար, մարտկոցների եւ կուտակիչների համար, էլեկտրոնային սարքերի եւ սարքավորումների համար եւ ավտոանվադողերի, ավտոյուղերի եւ ֆիլտրերի համար։ Ներմուծողները անվադողերի ինքնակազմակերպվելու են եւ ստեղծելու են մի կազմակերպություն, որին իրենք կվճարեն իրենց վաճառած անվադողերի որոշ մասը հետ հավաքելու եւ մշակման կամ ոչնչացման ուղարկելու համար։ Այսինքն այսուհետ թափոնը տեր կունենա։ Ծրագրի երկրորդ բաղադրիչով Սևան քաղաքում եւ այլ համայնքներում սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման համակարգ է ներդրվել։ Կարճ ասած, փորձում են երկրում ստեղծել տեսակավորման համակարգ։ Աշխատում ենք 3-4 համայնքապետարանի հետ։ Սևանում մենք ամենամեծ աջակցությունն ենք ցուցաբերել, քանի որ Սևանի համար մշակվել է թափոնների տեսակավորման գործողությունների ծրագիր եւ
Սևանի համար գնվել է 1680 թափոնաման սորտավորման համար եւ 1 շատ որակյալ Volvo մակնիշի թափոնատար մեքենա, թափոնահավաք մեքենա, որը օգտագործվում է բացառապես տեսակավորված թափոնները հավաքելու համար։ Ծրագրի երրորդ բաղադրիչը վերաբերում է ոլորտի կարողությունների զարգացմանը։ Ստեղծվել է վերամշակողների միություն։ Շատ մեծ էլի առասպել կա եւ հարց կա եւ դա նորմալ է, որ մարդիկ իրազեկ չեն, չգիտեն եւ այդ հարցը առաջանում է, թե իսկապես Հայաստանը ունի վերամշակման կարողություններ կամ գործարաններ։ Այո, ունի։ Մենք գրեթե անսահմանափակ կարողություններ ունենք թղթի վերամշակման համար, այսինքն մենք այդքան թուղթ չենք կարողանում տեսակավորել, առանձնացնել, որ համապատասխան ծավալների հումք ստեղծենք մեր թղթի վերամշակողների համար։ Նույնը կատարվում է մետաղների եւ հատկապես ապակու վերամշակողների մոտ։ Ստացվում է, կարող ենք վերամշակել աղբը, եթե այն տեսակավորվի ժամանակին։ Սևան քաղաքը եւ մի քանի այլ համայնքներ հիմա սովորում են դա անել արդյունավետ կերպով։ Չտեսակավորված ու վերամշակման չենթարկվող աղբը գնում է հիմնականում աղբանոց, լավագույն դեպքում սանիտարական աղբավայր։ Սանիտարական աղբավայրը անպայման պետք է ունենա ստորին պաշտպանի շերտ, որպեսզի այն կեղտաջրերը, թունավոր հեղուկները, որ գոյանում են աղբից, չինֆիլտրացվեն դեպի ստորերկրյա ջրեր, չհաղթոտեն հողը եւ ստորերկրյա ջրերը։ Սանիտարական աղբավայրը դա կազմակերպված ինժեներական կառույց է, որտեղ հաշվառվում է մտնող եւ տեղադրվող աղբը, տեխնիկական հագեցածություն ունի, այսինքն աղբը անպայման տոփանվում է, կեղտաջրերը կառավարվում է նաեւ օրգանական թափոններից գոյացող գազը աղբավայրում, ինչը 100%-ով գրեթե կանխարգելում է ցանկացած հրդեհ։ Հայաստանում այդպիսի մեկ աղբավայր կա, որը կառուցվել է 2025-ին 3 աղբյուրի ֆինանսավորումով։ Մոտ 5.5 միլիոն եվրո հատկացրել է Եվրոպայի վերակառուցման ու զարգացման բանկը, 5.5 միլիոն Եվրամիությունը եւ 3.5 միլիոն Հայաստանի կառավարությունը։ Այսինքն ընդհանուր առմամբ 14.5 միլիոն եվրո է ծախսվել այդ աղբավայրը եւ աղբահանության նոր տեխնիկա ձեռք բերելու եւ կառուցելու համար։ Եվ շատ կարևոր է իմանալ, որ այդ սանիտարական աղբավայրը, որը օրինակ Սովետաշենի կամ Արջուտի կամ Դիլիջանի աղբավայրի նման ինչ-որ աղբանոց չի, այս աղբավայրը իհարկե ունի բարձր սպասարկման ծախս։ Այսինքն այդ աղբավայր բերված ամեն տոննան պահանջում է վճար։ Եվ դա բավականին լուրջ վճար է, մինչև 1 տոննա օրինակ ստվարաթուղթ տեղադրել է այդ աղբավայրում, պետք է մտածել, որովհետև այդ աղբավայրի ամեն կուբամետր ծավալը ինքը գին ունի, արժեք ունի։ Եվ այդ աղբավայրերը չեն վարվում, այդ աղբավայրերը ունեն միայն սահմանափակ ծավալ, որովհետև աղբավայրը լցվելուց հետո ինքը կոնսերվացվում է։ Նմանօրինակ ծրագրերով կոնկրետ խնդիրներ են լուծվում, եւ որ ավելի կարեւոր է, մարդիկ ստանում են գիտելիք, իրենց վարքագիծն ու վերաբերմունքը փոխելու գործիքակազմ։ Բացի Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն ծրագրից, Եվրամիությունը շարունակում է խրախուսել թափոնների ոլորտում առաջընթաց ապահովող այլ նախաձեռնություններ։ Առաջիկայում կայանալիք մի ծրագրի մասին Սիլվա Մեսրոպյանն է պատմում։ Նորից իրականացում է ծրագիր GIZ-ի աջակցությամբ, որն ուղղված է նորից туриզմի ոլորտում շրջանաձև տնտեսության պրակտիկայի զարգացմանը եւ 6 մարզերում՝ Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք, Վայոց ձոր մարզերում դեռևս մինչև ամսի 20-ը հայտերը բաց են եւ 2026-ին լայնամասշտաբ միջոցառումներ կիրականացվեն։ Ծրագրերի կարող են մասնակցել կրթական կոմպոնենտ, դրամաշնորհի հնարավորություն ու туриզմը որպես կարևոր ուղղություն ու նաեւ շատ թափոն ունեցող ուղղություն այս պահին գտնվում է թիրախում, որ ավելի հյուրատները եւ туриզմի պրոդուկտ առաջարկող կազմակերպությունները անցնեն շրջանաձև մոդելի։ Ծրագիրն իրականացնողները հիշեցնում են, աղբը տնից դուրս հանելով դրանից չեք ազատվում։ Այն ստեղծվում է ամենօրյա ռեժիմով, իսկ մոլորակը չի մեծանում, աղբի համար այլևս տեղ չկա։ Ուստի լուծումը թափոնները կառավարելը, հնարավորության դեպքում չստեղծելն է։ Արուսյակ Կապուկչյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։